Ես ինձ պետք չէի ու մնաց հանրությանը պետք լինի։ Ես կիսաքանդված, կիսափչացած հոգով մարդ էի, որը լիքը չար բաներ էր մտածում ու լիքը նյարդային մի հատ կծիկ էր։ Կարելի է ասել, որ Հայաստանից տարիներ առաջ գնացող Սարգիսը եւ վերադարձող Սարգիսը տարբեր մարդիկ էին։ Գնացի բժշկվեցի, հետ եկա։ Աշխարհին ուրիշ աչքերով նայեցի, իմ երկրին ուրիշ աչքերով նայեցի։ Ինչ կա այնտեղ, որ այդպես ռոպագանդում է, ինչ կա այնտեղ, որ այդպես գնում են։ Քո այն իմացած Հայաստանը չի, երկես գիտես չեն էլ ընդունելու, 5 տարի անցել է, դու արդեն հնացած կարող է լինել։ Սահմանի վրա վրացի սահմանապահների հետ կոնֆլիկտ ունեցա։ Ու Յանան դրանից հուզվեց։ Ասես պապա Հայաստանում էլ նույնը լինելու է։ Ու մեջս վախ ընկավ, ասեցի Տեր Աստված, ասեցի հաստատ կարող է իրոք էլի ինչ-որ բաներ ես չեմ գիտակցում։ Անցանք 50 մետր սահմանն անցանք առաջի սահմանապահին, որ տեսա, ասես բարի գալուստ տուն ու գրկեցինք իրար։ Իրոք բարի գալուստ տուն։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր զրուցակիցն այսօր դերասան Սարգիս Գրիգորյանն է։ Բարև ձեզ Սարգիս։ Ողջույն Անուշ ջան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շատ ուրախ եմ ձեզ նորից տեսնելու հայրենիքում։ Այսօր երբ մեր երկիրը անցնում է շատ դժվարին փուլով, արտագաղթը ահա գնացած է, մենք հաճելի լուր ենք իմանում համացանցից, որ Սարգիս Գրիգորյանն իր ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք, վերադարձել է տուն։ Անկեղծ կլինեմ, ես շատ հուզվել եւ ուրախացել եմ այդ փաստից։ Ես չեմ էլ ուզում քննարկենք մենք մանրամասները, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Իմ համար կա մի իրականություն։ Դուք ձեր հրաշալի ընտանիքով վերադարձել եք հայրենիք, անկախ բոլոր իրավիճակներից։ Եվ որոշում եք կայացրել, որ ապրում եք հենց Հայաստանում, հայրենիքում։ Մտածել եք արդյոք, որ կարող է ձեր այս քայլը որպես հայտնի եւ մեծ լսարան ունեցող մարդու հրաշալի ուղերձ լինի մյուսների համար, մարդկանց համար, ովքեր գնացել են ունեն այսինչ այնինչ խնդիրները, բայց չեն համարձակվում հետ վերադառնալ։ Ոչ միայն մտածել եմ, այլ նաև առաջին օրվանից հենց գործնական տեսա այդ քայլերը որ կան, ինձ Instagram-ով գրում էին, որ ինչ լավ է մենք, եթե չեմ սխալվում, 3-4 հոգի նույնիսկ տոմսերն էին նկարել ինձ ուղարկել, որ մենք ռիսկ չէինք անում, հենց ձեզ տեսանք, հենց ռիսկ արեցինք։ Ընդհանրապես այդպես է, մարդը մարդով է որոշում կայացնում։ Մեկը մեկին առաջ մղելու այդ տենդենսը շատ նորմալ է ու մենք էլ փորձում ենք ինչ-որ մեկից ինչ-որ մի բան սովորել։ Նույնիսկ դեպքեր են լինում, երբ որ տեսնում ես, որ ամեն ինչ վատ է, բայց ինչ-որ մեկի օրինակով փորձում ենք այդ վատը ավելի լավ դարձնել, մութը ավելի պայծառ դարձնել։ Իհարկե կլինեն, որովհետև ես ինքս Միացյալ Նահանգներում ապրելով Էլ չեմ ասում կներեք, որ Instagram-ով երևի ինձ գրած նամակների 95%-ը մի կարճ 2 բառանոց նախադասություն էր՝ ելնեք ձեզ։ Այսինքն դա ինչ է նշանակում, դրանք էլ են մարդիկ են, ովքեր loading-ի մեջ են։ Այսինքն, բայց համոզված եմ, որ դրանցից զգալի հատվածը նույնպես քայլ կանի, որովհետև Միացյալ Նահանգներում բնակվելով ես տեսնում եմ, որ շատերի ցանկությունը ու երազանքը շատ մեծ է վերադառնալ Հայաստան։ Անկեղծ շատերն ասում են դե ձեզ այդտեղ չէ, այդպես չէ, լավ եք զգում։ Բոլորը, գրեթե բոլորը արթնանում են հայրենիքով, բոլորը խոսում են հայրենիքից, բոլորը տառապում են հայրենիքի խնդիրներով, բոլորը իրոք սրտացավ են ամեն մի լավ ու վատ նորությունով, վատ նորությունը տխրում են, լավ նորությունը մեծանում են, մի խոսքով ու պարկում են քննելու հայրենիքով։ Այնպես որ նրանց մոտ էլ այնտեղ բավականին լուրջ է հետ վերադառնալու շատերի ցանկությունը։ Այ երբ որ նայում ենք թե մեր հայրենակիցները ինչ դժվարությունների միջով են գնում կամ ինչ դժվարությունների միջով են անցնում, բայց ամեն դեպքում ստատիստիկան այլ բան է ցույց տալիս, հայրենադարձվողների թիվը չափազանց քիչ է, շատ քչերն են համարձակվում հետ քայլ անել, որը եւս քաջություն է։ Որն է խնդիրը, որ այդպես է։ Մի քանի պատճառ կա։ Մեկ, այդ գովազդը իրանք ենթագիտակցաբար թվում է թե այդ գովազդը ոնց թողնեմ ես Միացյալ Նահանգները հետ կամ Հայաստան։ Երկրորդ հերթին ամաչում են, չեն ուզում ընդունեն, որ իրենք սխալ են արել։ Երրորդ, սպասում են, որ վաղը լավ կլինի։ Այսինքն ինձ թվում է, որ ոչինչ մի քիչ էլ կդիմանանք, վաղը լավ կլինի։ Մյուս 2 շաբթի հաստատ ավելի լավ կլինի, բայց այդ 2 շաբթին հավատացեք շատ շատերի մոտ չի գալիս ու չի էլ գալու։
չի էլ գալու, որովհետև եթե իրենց ուշք ու միտքը ուրիշ տեղ է, իրենց մասնագիտությունը ուրիշ է, բայց իրանք ուրիշ մասնագիտության մեջ են ուզում երջանկություն գտնեն, չի ստացվելու։ Այդ երջանկությունը, փառքը, ֆինանսը նաև կապ ունի քո մասնագիտության ու քո տրամադրության հետ։ Եթե դու տխուր ես, դու երազում ես հետ վերադառնալու մասին, բայց ասում ես լավ վաղը լավ կլինի, մեկ էլ տեսար, չի կարա։ Քո ամբողջ մտքով պիտի դու մի բանի մասին մտածես, հաջողության մասին, որ դա կատարվի։ Օրինակ հետաքրքիր բան ասեմ, վերջի 3 ամիսը, 3-4 ամիսը ես միջոցառումներ էին այնտեղ վարում։ Շատ հետաքրքիր բան ասեմ, ուրեմն սկսեցին մոտավորապես 6 տակի ընկավ զանգերի քանակը, ինձ էլ չէին հրավիրում միջոցառումների վերջի 3-4 ամիսը։ Բայց չգիտեին, որ ես հետ եմ գալու։ Գիտեք ինչի, որովհետեւ ես վերջի 4 ամիսը ընդհանրապես Ամերիկայի մասին չեմ մտածել, իմ ուշքն ու միշկը Հայաստանի մասին։ Այսինքն եթե դու քո էներգիայով արդեն ուրիշ տեղ ես, քո հաջողություն ունենալու տոկոսը զգալի նվազում է, չես կարող։ Մենք էներգիա ենք մեր տեսակով։ Դու պիտի ամբողջը դնես այդ ճանապարհի վրա։ Իսկ այնտեղ մեծամասնությունը ապրում է ուղղակի, բայց մտածում է Հայաստանի մասին։ Դրա համար էլ ապրում են, բայց դե բնականաբար այնպես չի որ սոված են, գումար աշխատում են, որովհետև Ամերիկան ինքը ստաբիլ եկամուտ ապահովող երկիր է։ Գոնե չնչին, բայց ապահովում է։ Կարողանում ես 0 կանգնես։ Այս 0 կանգնողների թիվը ահռելի է այնտեղ։ Եթե ձեր այս տարիները, որ անցկացրեցիք Ամերիկայում, համարենք փոքրիկ ճամփորդություն, ինչ կվերնագրեիք, ինչ անուն կտայիք, ինչ տվես ձեզ։ Փիլիսոփայություն, հավատք։ Աստծուն ճանաչել ամենակարևորը, հանգստանալ, ինձ իմ տեսակին կողքից նայել, հարևանի աչքով նայել։ Այսքան բան։ Ու ամենակարևորներից մեկը ընտանիքիս հետ 5 տարի ժամանակ անցկացնել, որը ցանկացած ծնողի երազանքն է, այն տարիները, որ իմ երեխեքի հետ աճելու փուլն էր, ես իրանց հետ եղա, ու ես տեսա այդ ամեն քայլը, որ հետո մեծանում են ծնողներն ասում են իմ ամենամեծ հիասթափությունն էր, որ ես չկարողացա ընտանիքի ժամանակ հատկացնել, ես դա չեմ կարող, ես դա հաստատ վստահաբար կարող եմ ասել, որ ես այդ խնդիրը չեմ ունենա։ Եթե հաշվի չառնենք Նարեի գործոնը։ Երբ դուք մեկնեցիք հայրենիքից, եղավ փոքրիկ ընդհարում, այսպես ձևակերպեմ, ձեր եւ հանրության միջև։ Ընդունենք այն, որ հանրությունը երբեմն շատ խիստ դատավոր է, բայց ձեր պարագայում ու առհասարակ ինչի համար է այդպես, որովհետեւ հայտնի մարդիկ միշտ պատասխանատվություն են կրում այն լսարանի առջև, այն հանրության առջև, որոնց միջոցով իրենք հայտնի են դարձել։ Դուք սիրված եք։ Այդ ագրեսիան խոսում է նաև այդ սիրո մասին։ Եթե դուք սիրված չլինեիք, իրենք անտարբեր էին լինելու ձեր հանդեպ։ Նույն հանրությունը անտարբեր է լինելու, դե առհասարակ հանրությունները խիստ դատավոր են, մեր հանրությունն էլ անհերքելի խիստ դատավոր է, այսպես ասեմ։ Դուք շատ կոռեկտ գտնվեցիք, խոսեցիք այս թեմայով, նույնիսկ ներողություն հնչեց, եթե չեմ սխալվում, ու այսքանից հետո նորից համարձակություն, առնչվել հանրության հետ, եթերներ գնալ եւ այլն եւ այլն։ Կարելի է ասել, որ սա նաև ինչ որ չափով հաշտություն է ու քայլը ձեր կողմից, ձեր եւ ձեզ սիրողների հանդեպ, այդ ագրեսիան նույն սերն է իդեպ, նույն էմոցիան է, ուղղակի տեղափոխվել է այս ծայրը։ Կարող ենք համարել հաշտություն։ Նախ ես մի քիչ չեմ գտնում, որ դա հանրությունն էր, որտեղ այնտեղ շատ մեծ ֆեյքային ապարատ էր աշխատում, ու իրանք ամեն ինչ արեցին, որ ազդեն, որովհետեւ այն մարդիկ, մեր ժողովուրդը, մեր հայերը, ովքեր որ մտան այդ ֆեյքից լսեցին, ինչ-որ կարծիքներ փոխվեց, բայց չեմ կարծում, որ այդպես տենց որ դատեցին ինձ։ Նախ ես ասեմ այն, որ միշտ անկեղծ եմ եղել ինքս իմ նկատմամբ, նախ եւ առաջ։ Եթե ես ինքս իմ նկատմամբ անկեղծ եմ, ուրեմն անկեղծ եմ նաեւ իմ ժողովրդի նկատմամբ։ Ես չէի կարա մնալ, ուղղակի չէի կարա մնալ։ Առողջական, հոգեբանական խնդիրների պատճառով։ Ու բնականաբար ով ինչ ասեր, ես պիտի իմ ճանապարհը ընտրեի։ Ու նույնն էլ հետ գալը։ Այսինքն ես ինքս ուզեցի հետ գամ։ Ես ոչ մեկին ոչինչ չունեմ ապացուցելու կամ ներողություն խնդրելու հանրություն։ Ես ինքս ինձնից եմ առաջին այդ ներողությունը խնդրում, այդ քայլը անում, որովհետև ես զգում եմ, որ ինձ է դա պետք։ Մարդ, եթե ինքը իր հետ անկեղծ եղավ, հանրության հետ էլ անկեղծ կլինի։ Հատուկ ինչ-որ մեկի համար ինչ-որ բան անել չի կարելի ուղղակի, որովհետև դու չես լինի։ Դու ինքդ քո համար արա։ Ես գիտեի, որ պետքա ես գնամ, ու ես բազմիցս շեշտել եմ, որ իմ համար մեկ էր ուր գնայի։ Ես ասել եմ, որ իմ համար մեկ էր։ Ես ուզում եի նույնիսկ Ռուսաստան գնայի։ Ինձ պետք էր այս էներգիայից դուրս գայի, որովհետև այդ էներգիան ինձ իրոք բառից բուն իմաստով սպանում էր։
չարն էր դարձնում, վատն էր դարձնում, բացասական էր դարձնում։ Այդպիսի մարդ հանրությանը պետք չի, ես ինձ պետք չէի, որ մնաց հանրությանը պետք լինեի։ Ինչ է շահելու այդտեղից հանրությունը, ինչ է շահելու ես իմ ընտանիքը, ոչ մի բան։ Ես կիսաքանդված, կիսափչացած հոգով մարդ էի, որը լիքը չար բաներ էր մտածում, լիքը նյարդային մի հատ կծիկ էր։ Այդ ումա պետք։ Բնականաբար մարդ եթե հիվանդ է, պիտի գնա հիվանդանոց։ Ես էլ գնացի հիվանդանոց։ Իմ հիվանդանոցը ուրիշ էր, ուղղակի այդ էներգիայից դուրս գալ։ Գնացի բժշկվեցի, հետ եկա։ Գնացի բժշկվեցի, հետ եկա։ Աշխարհին ուրիշ աչքերով նայեցի, իմ երկրին ուրիշ աչքերով նայեցի, երկրորդականը առաջնայինից տարբերեցի, անհետ խոսակցությունը կարևորից տարանջատեցի։ Ինքս հասկացա, թե ինչքան կարևոր է իմ համար իմ տունը։ Ես իդեպ հայրենիքին տուն եմ ասում, որ ավելի թանկ է։ Ես եկա տուն, որովհետև այդպես էր պետք։ Ես այդպես ուզեցի։ Եթե դրա հետ մեկտեղ կարա լինի, որ հանրության սիրտը շահեցի, թող այդպես լինի, ինչի՞ չէ որ։ Այսինքն կարելի ասել, որ Հայաստանից տարիներ առաջ գնացող Սարգիսը եւ վերադարձող Սարգիսը տարբեր մարդիկ էին։ 180 աստիճանով տարբեր մարդիկ են, իրենց մտածողությամբ։ Ես ասում եմ Աստծուն գտա։ Մարդը միանշանակ ով Աստծուն գտնում է, տարբերվում է անաստված լինելուց։ Աստծուն գտա, որովհետև դա միակ ձևն էր, որ ես հասկացա, որ ինչքան հիմար բաների մասին եմ մտածել, ինչքան լավ բաներ եմ բաց թողել, ինչքան լավ բաներ եմ բաց թողել։ Նախ ինչ եմ արել, շատ հետաքրքիր բան, ես նախ ուզում էի հասկանալ լավ ոնց ես վարվեմ, ասում լավ, իմ երկիրն է, սենց է, ես ինչ չխոսամ, բոլորը խոսում են, ես էլ պիտի խոսամ, ես պիտի ասեմ, ախր անարդարություն է կատարվում, բան։ Ու ես հասկացա, լսեցի, ինչ ասեց, ասես Սարգիս ջան, դու դատավոր չես, դատավորը ես եմ, խելոք քո գործն արա։ Ու դու գիտես ոնց ասեմ, դա փրկիչ չես, մի փրկի ոչ մի բան, փրկիչն էլ եմ ես։ Քեզնից հասնում է դու քո օվկիանոսի միջի կաթիլի մաքրությունը պայես։ Այս օվկիանոսը մի փորձի փոխես, քո կաթիլով, քո տեսակով փոխի, քո գործով, ես քեզ տվել եմ մասնագիտություն։ Վերջի ժամանակներին ինձ մենակ քաղաքականությունից էին հարցնում, ոչ մեկ չէր ընդունում, որ ես դերասան եմ կամ հետաքրքիր չէի ոչ մեկին։ Ու ես էլ հասկացա, որ ես փոխվել եմ։ Այսինքն դու քո գործով զբաղվի։ Աստված մեզ բոլորիս տվել է ուժ մեր մասնագիտությամբ, մեր բնավորությամբ, մեր բովանդակությամբ։ Եթե դու դրան ամփույթ ես վերաբերվում կամ ուրիշի ջրերն ես մտնում, դու արդեն դու չես։ Իսկ եթե դու չես, դու արդեն հետաքրքիր չես։ Ուղղակի հետաքրքիր։ Քո խոսքն էլ խառնվում է աղմուկին ու չի լսվում։ Ու ասելիքդ էլ զրոյանում է։ Ես իմ տեսակով դավաճանել էի ինքս ինձ։ Մտել էի մի դաշտ, որը իմ հետ ընդհանրապես կապ չուներ։ Հայրենիքը, հայրենասիրությունը իդեպ այդ բառը մի քանի անգամ ասել, իմ համար ավելի կարևոր բառ կա դրանից, հայրենաշինություն, որովհետև հայրենասիրությունը մի քիչ չես կարող ասես, այդ ով է, ոնց պիտի մի հատ ինձ ասեք տեսնեմ, ով է հայրենասեր, բոլորս էլ հայրենասեր ենք։ Հիմա ես ձեզ կարող եմ ասեմ, դուք հայրենասեր ավելի քիչ եք, քան ես։ Ես դեր այդ խնդրեմ կունենամ։ Չափելի չի իրոք։ Այդ ինչ պիտի անես։ Մենակ զինվորն է հայրենասեր, բժիշկը հայրենասեր չի։ Իհարկե։ Չէ, իսկ հայրենաշենը կոնկրետ իր հայրենիքի համար ինչ որ մի բան արած։ Այո, հայրենաշինություն, հայրենատիրություն ավելի։ Այդ իդեպ, եթե չեմ սխալվում, Վազգեն առաջինն է ասել, ես այդքան խելացի չեմ։ Հա, ու այդ ձևաչափ ինձ ավելի հաճելի է։ Այսպես տարիներ առաջ ձեր, այսպես ասեմ, հաջողությունների մասին գեղեցիկ արտաքին, հրաշալի ձայն։ Ինչի հիմա Չէ, հիմա էլ է գեղեցիկ, չէ։ Հրաշալի ձայն, հնչեղ ձայն, ֆիլմեր եւ տարբերվող ձայն, այսպես ասեմ, եւ տաղանդավոր դերասան։ Արտաքին հաջողությունից զատ տարիների ընթացքում ձեզ մոտ ակնհայտ է նաեւ ներքին աճը, հասունությունը։ Արդյոք դժվարությունների միջով եղավ արտաքինից ներքին հասունությունը, ինչ փուլեր անցաք։ Իհարկե եղավ։ Աստված երբ որ քեզ բերում է հոգևոր դաշտ, բացում է քո հոգևոր դաշտը, քեզ փորձությունների միջով անցկացնում։ Այսինքն դու պիտի հասկանաս, թե քեզ ինչ շնորհ տրվեց։ Միակ ձևը հասկանալու թե քեզ ինչ շնորհ տրվեց, դու պիտի համարյա հասնես հատակին։ Ինչը իմ հետ եղավ։ Երբ որ այն ժամանակ ինձ հարցում էին դու բացի Հայաստանից միտեղ կապրես, ես կասեի հո դու հիմար չես, կյանքում։ Բայց եղավ այնպես, ինչպես որ եղավ։ Դա
շատ էր ինձ ցավացնում։ Առաջի 6 ամիսը ես շատ լուրջ խնդիրներ ունեցել, չեմ ուզում հիմա այստեղ դրա մասին խոսամ, իմաստ չկա, բայց եղել են այդ խնդիրները։ Ու այդ իրոք իմ համար մեծ փորձություն էր, ահավոր մեծ փորձություն էր։ Ու հոգևոր դաշտս երբ որ բացվեց, ես փոխվեցի որպես Սարգիս։ Սկսեցի այս աշխարհին ուրիշ կերպ նայել։ Սկսեցի գնահատել իմ շուրջը, գնահատել այն մարդկանց, որոնք ինձ սիրում են։ Եվ նույնիսկ գնահատել են մարդկանց, ովքեր ինձ չեն սիրում, որովհետև կամ իմ կյանքում բացասական ազդեցություն են ունեցել, որը ես ընդունեցի որպես ինձ ուսուցիչներ, որովհետև իրանց շնորհիվ ես շեշտակի աճեր եմ գրանցել։ Իսկ մենք ինչ ենք անում, ովքեր որ մեզ նեղացնում են, միանգամից իրան ասում ենք, «Էսով վատն է», վատը չի, ինքն է հենց առաջի լավը, աղոթելուց առաջինը իրան պիտի շնորհակալություն հայտնես։ Նրանք ուսուցիչներն են քո կյանքում, որոնք քո աճը գրանցել։ Լինի կյանքում երիտասարդներին էլ է նույնը վերաբերում։ Սիրած տղա կունենաք, սիրած աղջիկ կունենաք, կգնա, շնորհակալ եղեք իրանից, ինքը մի հատ ահռելի ձեզ մյուսի համար հրաշալի դուր կբացի, որ դուք երկրորդ անգամ ավելի կատարելության մոտիկանաք։ Ցանկացած հարցում, մասնագիտական հարցում, ամեն հարցում։ Ու այդ բնականաբար այդ 5 տարվա մեջ այդ աճը գրանցվեց, երբ որ սկսեցի ամեն ինչի նայել հոգևոր տեսանկյունից, երբ որ հասկացա, որ ես մարմին չեմ, հոգի եմ, որովհետև հոգին է կարևոր։ Հոգին։ Մենք ինչի ենք խնդիրներ ունենում, որ ասում եմ, չգիտեմ ինչ անեմ, պայթում եմ միջից։ Այդ նրանից չի է, որ դու այլ ներսդ է անհանգիստ։ Մարմինից դու ուզում ես ճղի դուրս գա։ Մարմինը ինքը ոչ մի բան է։ Մենք ցավոք սրտի առաջին հերթին մարմինն ենք դնում։ Դրա համար էլ մենք այդ խնդիրների առաջ միշտ կանգնում ենք։ Միշտ ենք այդ խնդիրների առաջ։ Քանի դեռ մենք մարմնային մտածողության մեջ կլինենք, կենցաղային բնույթի հարցերը մեր համար կլինի գերակշիռ, առաջնային այդ ժամանակ մենք իրոք շատ լուրջ խնդիրներ կունենանք։ Իդեպ մի հետաքրքիր բան էի նկատել ուսումնասիրելով մեկնաբանությունները, երբ որ գնում էիք այդ ժամանակ բացասական մեկնաբանություններ հնչել են այստեղից։ Երբ որ վերադարձել եք, բոլորը հրաշալի գրկաբաց ընդունել են, ինչը իսկապես շատ լավ է, եւ շատ քիչ իհարկե վերադարձի հետ կապված, բայց ես մի քանի պրոֆիլ ուսումնասիրել եմ, այդ դեպքում էլ այնտեղից է հնչել բացասական։ Այսպես ասեմ, երկար տարիներ շարունակ մեզ մոտ ահագնացած է եղել արտագաղթը հենց հետպատերազմյան տարիներին հատկապես։ Եվ մենք ունեցել ենք տարբեր գրողներ, օրինակ Հովհաննես Թումանյան ամենից լավ տունը, Իսահակյան Թոթովենց, Ռաֆի եւ այլն, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի հայրենադարձությունը գովերքեն, հայրենիքը գովերքեն եւ այլն եւ այլն։ Հիմա այս փուլում ձեր վերադարձով ու ձեր հաջողելով դուք այստեղ շատ մեծ բան կանեք։ Հրաշալի օրինակ կլինի ու ավելի շատ մարդ կփորձի վերադառնալ։ Ունեք արդյոք պլաններ այս ուղղությամբ։ Տեսեք, հենց հոգևոր աճն էլ իմ մոտ տալիս է մի շատ կարևոր զսպվածություն ինձ, որ ես չեմ ուզում շտապեմ։ Ես մի շտապել եմ։ Հիմա ուզում եմ ուղղակի համբերել, հանգիստ հետևել, տեսնել, որովհետև տարիքս էլ այնպիսին է, որ ուզում եմ իմ արածից հաճույք ստանալ նաև։ Իմ Instagram-ի էջում, եթե շատերն ասում են, քո Instagram-ի որակն էլ է փոխվել էջի, այսինքն ստորիների, այսինքն հիմա ես ներկայացնում եմ իմ տունը, թե այդ կարոտը, այն գեղեցկությունը, այսպես ենթագիտակցորեն մարդկանց վրա ազդելով, ոչ թե ուղիղ իմաստով, թե ինչքան լավն է մեր Հայաստանը։ Հիմա ոչ թե դրանով հատուկ եմ զբաղված, այլ այդպես եմ զգում, էլի եմ ասում, ես ինչ չեմ խաբում, չեմ անում անուշի համար դա։ Ես անում եմ իմ համար, ինձ դուր է գալիս այդ ամեն ինչը։ Իհարկե ծրագրեր կան, իմ մասնագիտական ծրագիրը։ Օրինակ Մանոյի հետ որոշել ենք, բայց դեռ չի հասունացել, անընդհատ միտքը կա։ Ես սարսափեցի, երբ իմացա, որ մոտավորապես բաժանությունների թիվը 60%-ի է հասնում։ Այո, շատ բարձր։ Ես էլ որ միջոցառումների մեջ եմ, ես հասկանում եմ, որ այդտեղ մարդիկ պիտի լինեն, որ այս ջահելներին մի քիչ հետները խոսան։ Ուզում ենք այդպես մի նախաձեռնություն պատկաստային հաղորդման կամ ինչ-որ նույնիսկ միջոցառումներ կազմակերպելուց առաջ զրուցելով մեկ ամիս Արսնու Փեսաները գան, նորապսակները գան, ուղղակի հասկանան ինչ քայլ են անում,
դժվարությունների մասին ծանոթանան ոչ թե ծնողներից, որտեղ ծնողները այդքան ժամանակ էլ չունեն, ուղղակի, չգիտեմ, դու գիտես, որ sense բան կարա լինի, դու պատրաստ ես սրան, մի հատ մտածեք սրան մասին, այսպես, այնպես, այսինքն ուզում ենք մի փոքր մեր ուժը, մեր անցած ճանապարհը դնենք, որպեսզի այս ջահելները հասկանալով գնան այդ քայլին, որովհետև էլի եմ ասում, չի կարելի մտնել եկեղեցի, Աստծուն ասել Տեր եմ հնազանդ եմ ու խաբել Աստծուն, չի կարելի։ Քեզ կոնկրետ ինքը խնդիր է տալի, Տեր ես հնազանդ ես ու գնացեք։ Այդ բառերը չի կարելի ուղղակի ասել, մինչև հիմա քո հետ եմ ու մի ամիս հետո ասել դե լավ չհասկացանք իրար։ Չի կարելի։ Ես հասկանում եմ, որ լինում են բացառություններ, բայց գոնե երեխեք, գոնե հնարավորինս լուրջ մտեք եկեղեցի։ Եվ կարծում եմ բնականաբար ձեզ մոտ կհաջողի, որովհետև ձեր եւ Մանոյի ընտանիքը բավականին դժվար փուլերով է անցել եւ դուք ինքներդ էլ բազմիցս նշել եք, որ ձեր ընտանիքը փրկվել եւ հաղթարվել է հենց Մանոյի խոհեմ կին լինելու միջոցով։ Դա երկու կողմի աշխատանք է։ Դա մի հատ ճարտարապետություն է, որ պիտի հենց կոչվում է ընտանիք, մենք։ Մենքի գաղափարը, եթե հասկանալի է երկուսի կողմից, խնդիրները շեշտակի լուծում են ստանում մենքի գաղափարը։ Երբ որ քո կինը սիրուն աչքերիդ համար չի խոնար, դու պիտի լինես այդքան, որ քո կինը կարողանա քեզ տանի, դու էլ պիտի տանես իրան։ Երբ որ կինը իմաստուն է, ուրեմն ինքը որտեղ պետք է խոնար է, որտեղ պետք է խոհեմ է, որտեղ պետք է գիտուն է, որտեղ պետք է ուժեղ է։ Կանայք իրանք մի ամբողջ տիեզերք ու մոլորակ են։ Իրանք ոնց ուզեն տղամարդուն կարան շարժեն, որովհետև իրանք տղամարդում ուսանեն։ Տղամարդը աշխարհը սարեր շուռ կտա, բայց միայն կնոջով։ Դրա համար կինը ավելի մեծ ուժ է։ Երբ որ տղամարդը հասկանա, որ իր կողքի կնոջը պիտի օգտագործել իշա քո նպատակների, կինն էլ հասկանա, որ հակառակը մեկը մյուսին օգտագործի իր նպատակների համար, այսինքն մի քիչ եւ տգեղ հնչես, բայց դա այդպես է։ Ամեն մեկը մենք էգոներ ունենք, մենքի մեջ էլ էլի մենք ես ունենք։ Քո եսի համար, եթե դու ուզում ես, որ քո տղամարդը քեզ ծառայի, լավ ապրես, քեզ սիրի ծաղիկներ բերի, գեղեցիկ սկսի զրուցել։ Սիրելիս, ճիշտ էիր ասում, բայց ես քո համար եմ ասում, արի սենց անենք։ Ինչ ուզես կանի քո համար, ճիշտ բառեր ընտրեք։ Խոսալ ձեր ամուսինների հետ։ Չի կարելի տղամարդու հետ ճակատ տալ։ Քո ճակատը թույլ է տղամարդու ճակատից։ Բայց քո լեզուն, քո համբույրը, քո ժպիտը հազարապատիկ ուժեղ է իր ճակատից։ Դա ճակատը մի օգտագործի։ Բոլոր տղամարդիկն էլ հասկացող են, բոլոր կանայք նույնպես։ Ուղղակի պիտի այդ մեխանիզմը մենքի մեջ ճիշտ աշխատի։ Քո էգոն օգտագործի մենքի համար։ Մեկ-մեկ նայում եմ տեսանյութեր, որտեղ ոչ միայն Հայաստանից, տարբեր երկրներից հենց գնացել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ շատ դժվար դաժան ճանապարհներով, իդեպ ոչ թե հեշտ, ու ինչ որ դժվար փուլեր են անցնում, ծանր փուլեր են անցնում, բայց դիմանում են ու ուզում ես գնաս հասկանաս ինչ կա այնտեղ, որ այդպես ռոպագանդում է, ինչ կա այնտեղ, որ այդպես գնում են։ Տեսեք, չեմ կարող ասել, առաջին հերթին ես խոսեմ կայացած մարդիկ ինչ են գնում։ Այն մարդիկ, ովքեր չեն կարողացել գումար վաստակել, ես ոչ թե ես ոչ մեկի չեմ մեղադրում, իսեր Աստծո, ես դրա իրավունքը չունեմ, էլի ասեցի։ Ես կարող եմ մոտավորապես ասել, ովքեր որ գումարի խնդիր ունեն, բնականաբար գնում են հասկանալի պատճառներով, գումար են փնտրում։ Իսկ կայացած մարդիկ, որ գնում են, հետո փոշմանում են 90% դեպքերում։ Բայց ինչն է իրանց տանում այնտեղ։ Տանում է հենց առաջինը երկրորդականից չտարբերելը, այսինքն քաղաքական խնդիրները, այս մի հատ պուճուր խնդրը մեծ սարքելը, այսինքն ամեն ստից բանից նյարդայնանալը, ամեն հարցին մի ուղղությամբ նայելը, այսինքն այդ պահին շտապելը, պլյուս ընդեղից էլ այդ գովազդը, պալմա, ծառներ, օվկիանոս, իդեպ դա սովորական բան է, ոնց որ մենք հիմա այստեղ նստած ենք։ Այնտեղ լավ ավտո քշելը դա սովորական է, ոնց որ մտնես սուրճ խմես։ Շատ հեշտ է, այնտեղ խնդրում եմ, որ դու գաս մեքենա վերցնես քշես։ Այնպես որ պետք չի խափնվել այդ մեքենաներին, կայացած մարդկանց մասին եմ ասում, ովքեր կարողանում են ապրել։ Գումարի ոչ թե խնդիր չունեն, կարողանում են, եթե դու մի քիչ էլ կարող ես գումար վաստակել, այդքան կարիք չկա գնալու։ Այո։ Եթե դու մասնագիտության մեջ կայացել ես, այդքան կարիքը չկա գնալու։ Ես սա ուղղակի խորհրդի կարգով, բայց
դե իսեր Աստծո ձեր որոշումն է, բայց եթե դու խնդրեմ ունես, դու ես որոշում, ամեն մարդ էլ պիտի բան անի։ Այդքան կարիք չկա, մի քիչ ավելի շատ թող մտածեն գնալուց առաջ, որովհետև կարծում եմ այստեղ կապերը ավելի մեծ է, քո հարազատները, քո բարեկամ, քո արյունակիցները, դու ամեն ծակ գիտես, լեզու գիտես, այնքան պատնեշներ կա, որ այնտեղ պիտի հաղթահարես, մարդիկ կան կոտրվում են։ Թող որ մտածեն գնալուց համենայն դեպս։ Հետո երկրորդն էլ Ամերիկան, հիմա այն Ամերիկան չի, ոնց որ մտածում էին։ Այսքան բան, մնացածը թող իրենց հարազատ ու բարեկամներից ճշտեն։ Օրինակ վերջերս մի հաղորդագրություն տեսա տեսանյութին կից, որ հենց Ամերիկայից մեր հայրենակիցներին օդանավով ուղարկել էին Հայաստան։ Իմ համար ցավոտ էր այդ տեսանյութը, անկեղծ ասեմ, եւ այնտեղ դե կադրեր էին օգտագործել, որ իրական չէր, շղթայակապված եւ այլն, այդպիսի կադրեր ցավեցնում էր։ Բայց հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանում այստեղ ընդունում են հայրենակիցներին, սիրով սպասում են եւ պատրաստում են փաստաթղթերը նրանց նաեւ ովքեր չունեն, կարող են հերթով դիմել եւ այլն, եւ Հայաստանը կզբաղվի։ Ես նույնիսկ հուզվեցի այդ ամենից, որովհետեւ աշխարհի որ ծայրում է լինես, այո դուք ճիշտ եք ասում, Հայաստանը հայի տունն է։ Եվ աշխարհի որ կետում է լինես, եթե դու այդտեղ այլևս տեղ չունես, քո միակ վերադարձի կետը քո տունն է, քո հայրենիքն է։ Մարդը ազատ է ընտրության հարցում։ Մենք մի քիչ շատ ենք բանանում, արի քո տունը, նախ կարող է դա իր համար իր տունը չի։ Հայրենիքը իրանն է, ինքը հայ է, Հայաստանին է, բայց կարող է դա իր տունը չի, որովհետև 3 միլիոն հայ ապրում է Ռուսաստանում, 3 միլիոնից իմ կարծիքով 1.5-ին գնդակահարես չեն գահել։ Ինչի համար չեն գա, ոչ թե Հայաստանը չեն սիրում, այլ իրաց տունը այնտեղ է։ Իրանք տուն համարում են Ռուսաստանը, հայրենիք Հայաստանը, Ռուսաստան տունը։ Մենք էլ անընդհատ այդ պրեսինգը անում ենք, մարդը իրավունք ունի ապրել այնտեղ, որտեղ ուզում է։ Ես այդ պրոպագանդային մի քիչ դեմ եմ։ Բայց ես կողմ եմ այն պրոպագանդային ընդհանրապես, որ մենք ուղղակի ասենք, որ մենք հայերով քիչ ենք, իրար թեթիկունք լինենք, իրար չնեղացնենք ու օգնենք իրար։ Այդ դեպքում ես կարծում եմ այդ հետ գալու process-ը, եթե մեզ պետք է որ շատ մարդ գա, ավելի լավ կաշխատի։ Երբ որ մարդուն պատին ես դեմ տալիս ու ասում ես դու դուրս ու ես դա զգում էի դեպ ասեմ Ամերիկայում։ Ես զգում էի։ Ես զգում եմ, որ ես եթե մի հատ բան գրեմ իմ սրտացավության մասին Հայաստանի վերաբերյալ ու չեմ գրել։ Գիտեք ինչի չեմ գրել, որովհետև հենց այդ պրեսինգը չի թողել։ Մի տեսակ առանձնացնում են, բայց ասեմ հայերը Հայաստանից դուրս ահռելի աշխատանք են անում Հայաստանի բան։ Դե դրա համար պետք չի այդ սահմանները դնել։ Ընդհանրապես պետք չի։ Ու երբ որ ինքը խնդրեմ չունենա այդ կոմպլեքսի հետ հավատա ինքը 100%-անոց կաշխատի իր երկրին ու հələ կարող է լիքը ավելի լավ բաներ անել, բայց շատ դեպքերում լիքը բան խանգարում է, որ իրանք հետ են կանգնում շատ բաներից։ Ես ձեզ հետ համամիտ եմ, բայց այստեղ մեկ այլ խնդիր կա։ Օրինակ դուք կարող եք ընտրել, ձեզ վրա օրինակ բերեմ, այլ երկիրը։ Դուք ձեր փաստաթղթեր ունեք։ Որովհետև ես ասեցի, իմ համար իմ տունը Հայաստանն է։ Ահա, բայց կան դեպքեր, որ չեն կարող ընտրել, ես դա նկատի ունեի, որովհետև դուք կարող եք, իդեպ, չեք ուզում Ամերիկայում ապրել, դուք գիտեմ, որ կարող եք գնալ Ռուսաստանում ապրեիք, կարող եք գնալ Վրաստանում ապրեիք եւ այլ երկրներում ապրեիք, բայց կան դեպքեր եւ փաստաթղթային եւ տարբեր առումներով, որ այս պարագայում իրենց պետք է ինչ որ երկիր այսպես ասած հետ վերադարձ արտաքսեն, բառը չէի ուզում ասեմ, ասեցինք եւ դա Հայաստանն է, որ երկիր պետք է արտաքսեն։ Այս պարագայում եմ ասում, որ միևնույնն է, մարդը ունի մի տեղ, մի հայրենիք, մի ազգություն, որ իրեն վերջին կետում այդ սամալյոտի մեջ, եթե սամալյոտի 80%-ը չի սիրում Հայաստանում ապրելը, տունը չի գտնում, ինքը էլի գնալու է։ Ճիշտ է։ Այն մարդը ով որ գա, ինքը իր ոտով պետք է գա։ Թրամփը իրան կուղարկի Հայաստան, ինքը 15 օր հետո գնալու է ուրիշ երկիր։ Դրա համար ես դրա մասին չեմ խոսում։ Ու ընդհանրապես մեր խնդիրը միասին լինելն է, մեր ուժը միասին լինելն է։ Հрьяաների 50-60%-ը ապրում ամբողջ աշխարհով մեկ ու տեսեք ինչ ամ, ինչ ուզում անում է, ոնց ուզում անում է։ Այդ այդքան կարևոր չի հետ գալ, գնալ, կարևորը մենք իրար չուտենք։ Դրա խնդիրը չկա հետ գան։ Մենք հələ փորձենք իրար հարգել, սիրել այդ պատնեշները վերա, ոնց որ ասեցիք, անդեղից եկա, անդեղից են կոմենտներ վատ գրում, ստեղից գնացից տեղից։ Չէ, ժողովուրդ։ Ընդհանրապես կարևոր չի ով կգա, ով կգնա։ Կարևորը որ մենք սիրենք Ամերիկայում ապրող հային, ընդունենք նենց ոնց որ ստեղի ապրող հային, Ֆրանսիայում ապրող հային, Լիբանանում որտեղ ուզում է, ու հասկանանք մի բան, հայը հայ է։
ու մենք կարանք իրար օգնենք առանց այդ ինչքան դու դրեցիր պատնեշ, այնքան վատա լինելու քո համար որպես հայ, որովհետև այդ հայը հայրս էր ասում, ընկերը թող քեզնից լավ ապրի, ընկերոջդ գովա, ընկերոջդ մեծ արի, դու ավելի շատ ես դրանից շահելու։ Նույնն էլ հակառակը։ Իսկ մենք ինչ ենք անում։ Մենք անուններ ենք կպցնում։ Ու իմ համար ընդհանրապես մեկ է, թե հայը որտեղ կապրի։ Կարևորը հայը հայի հետ լավ լինի։ Ու իրանք, ես ասում եմ շատ հայեր, ասում եմ այդ մենակ նրանից, որ դու ով ես չի դեղ ես ապրում մտեղից այդ ինչեր ես գրում, չի կարելի, բայց մարդիկ սրտացավ են ամբողջ աշխարհում։ Իրանք էլ են ուզում մասնակից լինեն, իրանք էլ են ուզում հարցեր տան, բայց այդտեղ ապրող ասում է Ռադիտ Քաշի գնա։ Ո՞նց Ռադիտ Քաշի գնա։ Այ մարդ ինքը հայ է։ Ինքն էլ է մտածում այդ երկրի մասին։ Բա թող գա այստեղ ապրի։ Դու ես ասելու գա այստեղ ապրի։ Դու ինչ գիտես ինքը ոնց է գնացել այնտեղ, հիմա ուր է հասել։ Բայց ինքը մտածում է, բարի եղի գնահատես դա, սիրես դա, ընդունես դա։ Վերջին տարիներին այդ անջրպետը շատ է մեծացել Հայաստան Սփյուռք ու շատ ճիշտ եք նշում, նաև վտանգավոր է, շատ վտանգավոր է, որովհետև Սփյուռքը մեծ դեր ունի, հսկայական գործոն ունի Հայաստանի կայացման հարցում, բայց միևնույն ժամանակ ես պետք է նշեմ, որ Սփյուռքն էլ ունի արդեն գուցե հակադարձելու հետ է կապված ագրեսիա։ Հայաստանցիներ Սփյուռք ունենք իրար հանդեպ, ինչը շատ վտանգավոր է եւ դա այո պետք է փոխզիջման, փոխըմբռնման միջոցով լուծվի։ Հայաստանն է։ Կենտրոնը Երևանն է։ Ինչ տաս, այն էլ կստանաս։ Ստեղից պետք է գա ջերմությունը լույսը։ Եթե մենք ասում ենք սա բոլորիս տունն է, սա բոլորիս հայրենիքն է, ուրեմն լույսը պետք է այստեղից տարածվի ամբողջ աշխարհի վրա, բոլոր հայերի։ Որովհետև ստեղի մասին ենք մտածում, եթե այստեղից սերը գնա, այնտեղից սերը հետ կգա։ Այստեղից ատելությունը գնա, ատելությունը այնտեղից հետ կգա։ Այստեղից ինչ գնաց, ինչ ցանես են էլ կհնձես։ Ես ամբողջ հարց։ Այդ ենք տալիս, այդ ստանում ենք։ Գործունեության հետ կապված բաց եք արդյոք առաջարկների առջև հիմա Հայաստանում, թե որպես հանդիսավար, թե որպես դերասան, թե որպես հաղորդավար։ Իհարկե, դա իմ գործն է։ Դա իմ գործն է, ես անում եմ այդ գործը ու դա իմ մասնագիտությունն է։ Իհարկե բաց եմ, մի քանի առաջարկներ կան, նրանց մասին դեռ չեմ ուզում խոսամ, ֆիլմերի հետ կապված քննարկումներ կան։ Բայց ելի եմ ասում, հիմա այնպիսի փուլ է, որ չեմ ուզում, որովհետև ես մինչև Միացյալ Նահանգները գնալը ես օրվա մեջ 28 ժամ աշխատում էի։ Նույնիսկ կարամ դեպք պատմեմ, այնպիսի ծանրաբեռնված էի, որ ու անընդհատ ինձ կանչում էին տարբեր տեղերից աշխատանք, ուր է սա քո, ուր է այս տեքստը, այս բան նկարը հանում, ես մի երկու անգամ եղել է, որ զանգում էի 03, ասում էի շտապ օգնություն ուղարկեք, լավ չեմ, լավ էի։ Գալիս է ասում եմ բժիշկ տարից պարկացրա 10 օրով ես հանգստանամ, որովհետև միակ ձևը որ բոլորը կհասկանան, որ ես վատ եմ։ Այսինքն այդքան ես հիմա դա չեմ ուզում ին վրա վերցնեմ, ես հիմա ուզում եմ ապրել։ Ընդհանրապես պետք է ապրել։ Պիտի հասկանանք, որ այդ պիտի ապրել։ Կյանքում գալիս եմ 40-ից հետո արդեն հանգիստ։ Մի հատ ռուսը լավ խոսք ունի, ասում է 20 лет ума нет и не будет, 30 лет жизни нет и не будет, 40 лет денег нет и не будет։ Դե փոխաբերական է մեզ մոտ։ Հիմա 40-ից հետո ինչ աշխատել ենք, դրանք ավելացնենք, բայց հիմքը դրած է։ Եղբայր ապրի։ Մի հատ կանգ առ, մի հատ հասկացի դու որ ծնվել ես, քո առաքելությունը ինչ է, գժի պես արթնանալ գնալ գործի հետ գալ տուն, շնչակտուր։ Ինչն է քո առաքելությունը։ Քնելուց առաջ փակի, ասա Տեր Աստված, ինչ է իմ առաքելությունը։ Ինքը քեզ սաղ կասի։ Ոչ մեկ չի ասում մի աշխատի։ Մեզ մեկ Այդ պահը, որ որոշումը կայացրեցիք, կտրուկ է եկել, որ չէ վերադառնում ենք Հայաստան։ Ժամանակի ընթացքում է եղել։ Ես 5 տարի 1 ամիս եմ մնացել այնտեղ։ Առաջի 6 ամսից 1 տարին սարսափելի էր իմ համար։ Այդ ժամանակ չէի ուզում հետ գայի, բայց չէի ուզում մնայի, անտանելի էր։ Ու 3 տարի հետ գալուց ժամանակվանից սկսել եմ տենչալ Հայաստան, այսինքն մոտապես ես մի տարի մի ամիս եմ ապրել Ամերիկայի կյանքով, որ այդպես ոչ ուզեցել եմ գամ, ոչ ուզեցել եմ գնամ, մի քիչ լավ եմ զգացել, բայց շատ արագ դա փոխվեց։ Բայց քանի որ կինս ու երեխաներս այդպես պատվախշի Յանան ուզում էր, Էվան ու Մանոն չէին ուզում գային, ես չուզեցի իրեն զորով իմ կարծիքը փաթաթեմ, որովհետև հասկացա, որ
դա շատ կարևոր քայլ է ու ես իմ կյանքում շատ եմ արագ որոշումներ կայացրել։ Ես գիտեի, որ էլի հետ են գալու, բայց ես ուզում էի չշտապել, ուզում էի, որ մենք բոլորս սրտանց վերադառնանք։ Այնպես չլիներ, որ մենակ ես եմ ուզում հետ գամ։ Ու դա տևեց 3 տարի։ Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ես այնտեղ արդեն տնտեսություն ունեի, տուն էի գնել, այդքան հեշտ չի երեխաներն էին սովորում, պատկերացրեք, ասենք մի ամբողջ ընտանիք արդեն կայացած էր, ու հիմա այդ ամենը պետք է հետ վերադարձնել ու հետ քայլ անել ու գալ։ Դա տևեց 3 տարի, մինչև որ ընտանիքը որոշեց սիրով վերադառնալ տուն։ Ու մենք բոլորս սիրով վերադարձանք տուն։ Հիշեցի Խաչիկ Դաշտենցից մի դերվակ, երբ որ Անդրանիկը Կալիֆոռնիայում իր կյանքի վերջին օրերն էր ապրում, արդեն Սմբատ Զորավարին կանչում է իր մոտ, գալիս է Սմբատ Զորավարը, Անդրանիկը գրկում է գլուխը, ուրախանում է ու մի բան է ասում է ամբողջ կյանքում ես աշխարհում բրաբյոն ծաղիկը փնտրեցի ու ոչ ես, ոչ դու այդպես էլ չգտանք։ Ասում է Արաքսի ափին փթթում է մի երկիր, որը աշխարհի ամենահազվագյուտ ծաղիկն է։ Ու ասում է հիմա երբ արդեն մահանում եմ մեռնելիս իմ առջև այդ ծաղիկն է, հայրենիքն է։ Եվ այո, եթե հաշվի առնենք այն, որ մարդիկ մահանալիս ամենաանկեղծն են լինում, թե իրենք ինչ են ուզել, ինչ են փնտրել, ինչ են որոնել, որ այդպես էլ չեն գտել, կամ իրենք իրենց են, շատերը իրենց հավատացնում են, որ գտել ենք, լավ է ամեն ինչ եւ երջանիկ ենք, այդ ամենով հանդերձ միևնույնն է շարունակելու ենք պրոպագանդել, որ հայրենիքը լավագույն տեղն է։ Ուզում եմ եզրափակենք զրույցը այսպես։ 2 հարցադրում ունեմ։ Նախ, ինչ կասեք մի քանի բառով բոլոր նրանց, ովքեր իսկապես մտածում են հետ գալու մասին, մտածեն, չմտածեն, երկար մտածեն, կարճ մտածեն, եւ երկրորդը, ինչպիսին է Սարգիս Գրիգորյանի երազած հայրենիքը, որտեղ ուզում է որ ապրեն, արարեն, մեծանան իր զավակները, իր սերունդը։ Եկեք երկրորդից գամ։ Եկեք ուղղակի մենք ճշմարիտ քրիստոնյա լինենք ու ամեն ինչ կլուծվի։ Շատ երկար բարակ չխոսամ։ Մենք աշխարհի հավատացյալը լինելու ամենամեծ ձիրքը ունենք։ Մենք այնպիսի պատմություն ունենք հավատքի առումով, հոգևոր, աճի առումով, որ բոլորը կերազան։ Իզուր Եզորի գնացել է Երուսաղեմ, հայերը այդպիսի հարստություն հոգևոր ունենալով, այդպիսի տեղ տալով 10 միլիոն ժողովրդին, 2-3 միլիարդ քրիստոնյաների մեջ, մենք դա պետք է հասկանանք, մենք պետք է վերադառնանք Աստծուն, որովհետև մենք Աստծու կողմից օրհնված ազգ ենք, իրոք օրհնված, որովհետև Աստված մեզ վստահել է, թե Քրիստոսի գերեզմանը 3 ուղղությունները իրավունք ունեն, մեկը հայերը, մեկ կաթոլիկները, մյուսն էլ հույները։ Նույնը Մարիամ Աստվածածին։ Դուք հասկանում եք ինչա։ Ու մենք պիտի Աստծուն վերադառնանք։ Մնացածը տեղը կընկնի։ Երբ որ դու գնացիր քո հոր մոտ, ասիր հայր, կներես, ինքը սա տեղն է գցելու։ Բայց մենք բոլոր ճանապարհներն ընտրում ենք, բացի կարճ ու կարևոր ու օրհնված ճանապարհից։ Սարգիսը կուզի այդպիսի Հայաստան տեսնի, քրիստոնյա Հայաստան տեսնի, հոգևոր Հայաստան տեսնի։ Մենք աշխարհին կարանք հաղթենք լինելով հոգևոր երկիր։ Այդտեղից այնպիսի լույս կարա ամբողջ աշխարհի վրա դուրս գա։ Ուրիշ ոչ մի կերպ Հայաստանը չի կարա ցույց տա, որ ինքը ուժեղ երկիր է։ Ձև չկա, ոչ ծիրան, ոչ տուֆ, ոչ այդ դրանք միֆեր են։ Մարդիկ ամեն ինչը քարել ունեն աշխարհում, էսել ունեն, էնել ունեն, ոչ մեկին ոչ քո տուֆն է պետք, ոչ էլ քո ծիրանն է պետք։ Հոգևոր Հայաստան պիտի լինի։ Վերադարձանք Աստծուն։ Գրկեցինք մեր հորը։ Լույսը կերևա, ամբողջ աշխարհը կգա որպես հոգևոր երկիր տեսնելու գնահատի մեզ, մեր ուժը դրա մեջ։ Առաջի հարցը որն էր։ Ինչ կասեք, որ կամուկացի մեջ են, վերադառնան թե չէ, դժվար։ Սրտին լսեն։ Սրտին լսեն, իրանց սիրտը երբեք չի խաբի։ Թող որ սրտին լսեն ու ուղեղով գնան։ Սիրտը ասեց գնա, թող որոշում կայացնեն։ Ուղեղով թող քայլերը գցեն Հայաստան գալու։ Հիմա տևեց 3 տարի։ Ես էլ սրտից լսեցի 3 տարի սպասեցի այդ ծրագրին։ Բայց սիրտը ասում է Հայաստան։ Ուրեմն Հայաստան։ Սիրտն ասում է Աֆրիկա։ Ուրեմն Աֆրիկա։ Գնացեք։ Ինչ ասեմ ես։
Իսկ Հայաստան վերադառնալուց առաջին բանը, որ ամենաշատն էի կարոտել, վայրը։ Ամեն ինչն էի կարոտել, բոլորին էի կարոտել։ Այդպես բան չկա, որ ասեմ առանձնացեմ։ Ում որ չի սիրում իրանց էլ եմ կարոտել, սաղ եմ։ Որ մինչև հիմա էլ ուզում եմ այդ կարոտած մնամ բոլորին։ Որ տեսնում եմ մարդկանց ես այս պատմությունը մի հատ էլ կուզեմ պատմեմ, որ շատ լինի, ուրեմն էլ պատմեմ եզրափակենք, ամուկած կար մեջս, այն առումը, որ շատերը որ գալիս էի, շրջապատս ինձ ասում էր, սա քո են իմացած Հայաստանը չի, քեզ գիտես չեն էլ ընդունելու, 5 տարի անցել է, դու արդեն հնացած կարող ես լինես, դու արդեն Ամերիկայում ես Դե իրանց էլ եմ հասկանում, իրանց էլ մտավախություններ կան, խորհուրդ տալը բոլորի համար էլ հեշտ է, մենք էլ ենք սիրուն խորհուրդներ ենք տալիս, բայց դե ինչ գիտես ինչա։ Մի խոսքով այնպես ստացվեց, որ Երուսաղեմ պիտի գնայի այնտեղի դեսպանատունը Իսրայելի Վրաստան էր։ Մենք պիտի իջնեինք Վրաստան, Վրաստանից սահմանով գայինք Հայաստան։ Վրաստանում այդպես էլ տենց մռայլ էին ժողովուրդը, տենց դժգոհ, ինքը դժգոհ ժողովուրդ են, անընդհատ գնում են տենց բան են։ Ու տենց Յանան ասում, պապ ասում, ոնց որ բան են, տենց ասում եմ, չէ, դե հիմա մեր մոտ ավելի լավ կլինի։ Եկանք հասանք արդեն, որ պիտի սահմանն անցնենք, սահմանի վրա վրացի սահմանապահների հետ կոնֆլիկտ ունեցա։ Դե չեմ ուզում բանալ, մի խոսքով իրար ընդհարվեցինք, բան ու Յանան դրանից հուզվեց։ Ասես, պապա, Հայաստանում էլ նույնը լինելու է, ասենց կոնֆլիկտներ, բան, ասենց բան, ասացի ու մեջս վախ ընկավ, ասացի Տեր Աստված, ասացի հաստատ կարող է իրոք էլի ինչ-որ բաներ ես չեմ գիտակցում։ Անցանք 50 մետր սահմանն անցանք, առաջի սահմանապահին որ տեսա, ասես բարի գալուս տուն ու գրկեցինք իրար։ Բոլոր սահմանապահները ասին բարի գալուս, Սաքո ջան, մենք ես սիրում ենք։ Յանան այդտեղ մի հատ է լաց եղավ, բայց ուրախությունից։ Հասկացա, որ չեմ սխալվել, ես եկել եմ տուն, ու իրոք ինձ սպասում էին։ Ես էլ իրանց էի շատ սպասում ու սիրում։ Իրոք բարի գալուստ տուն, իրոք սիրով սպասում ենք Սարգիս ջան։ Մերսի։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am